Ի աջակցություն Մայրաթորի, որի դեմ արշավ է սկսել ոչ ավել ոչ պակաս երկրի վարչապետը, այսօր ժամեր առաջ ավարտվել է ձեր ակցիան Թբիլիսիում, Արթուր, կխնդրեմ ներկայացնել ինչ է տեղի ունեցել, որտեղ եւ ինչ կոչերով։ Այսօր Վրաստանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց մենք նախաձեռնեցինք բողոքի ցույց ի աջակցություն Մայրաթորին եւ Վեհափարին, հաշվի առնելով վերջի իրադարձությունները Հայաստանում, երբ Հայաստանի ներկայ իշխանությունները արդեն վերջի կետին են մոտեցել եւ արդեն վարկաբեկում են եկեղեցին, Վեհափարին եւ չկարողացանք այստեղ էլ արդեն լռել եւ որոշեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնենք, պահանջելով իրենցից, որ հերու մնան եկեղեցուց եւ նույնիսկ մեր հայտարարության մեջ հետեւյալ լոզունգներ, որ ձեր նման սրբապիստները իրավունք ունեն անդրադառնալ եկեղեցուն։ Շատ էիք, քիչ էիք, ովքեր էին ձեզ աջակցում, արդյոք նրանց մեջ վրացիներ կային։ Իմիջիայլոց վրացիներ կային մեջները եւ դա մեր տենց ծանոթներ, ընկերներ, որոնք նույնպես համաձայն չէին այս ամենին, որովհետեւ կգիտենաք, որ դեպքեր այստեղ էլ է եղել, երբ վրացական եկեղեցու դեմ փորձեր եղել են սովորական ինչ որ որոշ քաղաքացիների կողմից փորձել է եղել վարկաբեկել վրացական եկեղեցին եւ իհարկե ազգային մտածելակերպ ունեցող վրացին, ինչպես հայը չի կարող դրան հանդուրժել, չի կարող դա իր համար նորմալ լինի եւ ընդունելի լինի։ Եվ կային նաեւ վրացիները։ Մի այսպիսի նուրբ հարց եմ ուզում տալ, ես գիտեմ, որ տևական ժամանակ հայ առաքելական եկեղեցին եւ վրաց ուղղափառ եկեղեցին որոշակի կրոնաբանական, եկեղեցաբանական տարբերություններ, ընդհանրություններ են ունեցել, դա աստվածաբանության ոլորտին է առնչվում, Քավլիցի, բայց այդուամենայնիվ Փաշինյանի այս հայտարարությունները ինչ արձագանք են գտել հենց վրացիների շրջանում կամ վրաց հոգևորականների շրջանում։ Այս տարաձայնությունները, որոնք դուք նշեցիք, իհարկե դրանք եղել են, կան եւ վստահ եմ, որ դա դեռ երկար է լինելու եւ մի օր իհարկե կհասնենք նրան, որ այդ հարցերը կլուծվեն, բայց դա ոչ մեր քննարկելունն է իմ կարծիքով, ոչ էլ այլ, այլ դա եկեղեցիների հարցն է, ոգևորականների եւ ընդհանրապես եկեղեցիների ինստիտուտի հարցն է, դա իրենք կլուծեն այդ հարցը, ինչը վերաբերվում է, կներեք, ինչ էր հարցը էլի։ Վերաբերմունքը ինչպիսին է վրաց հոգևորականների մի մասի վերաբերմունքը։ Ների կողմից ես անկեղծ ասած չեմ հետևել, միգուցե մի բան եղել է արձագանք, բայց ես տեղյակ չեմ, բայց ինչը վերաբերվում է ալիքներին, լրատվական կայքերին, Facebook-ում եւ այլը շատ ակտիվ դա թարգմանվում է, որ հետեւյալ վերնագրով, որ այսինքն Հայաստանի վարչապետը պատերազմ է սկսել ամենայն հայոց կաթոլիկոսի դեմ եւ նման տիպի վերնագրերը եւ բավական շատ է եւ իհարկե այն հատվածը մարդկանց վրացիների նկատի ունեմ, ովքեր որ ցավոք սրտի հայերի մեջ էլ կան այդ տիպի մարդիկ, ովքեր որ այդ ամենը կիսում են, այդ ամենին կողմ են, միգուցե որոշ մարդիկ առանց հասկանալու, բայց որոշ մարդիկ իհարկե հասկանալով եւ հենց sense ծրագրով էլ շարժվում են, վարկաբեկում են եկեղեցին եւ այդտեղ էլ երբ կարդում ես մեկնաբանությունները, տարբեր մեկնաբանություններ կան մարդիկ, ովքեր եւ Հայաստանի եկեղեցին են կպնում, այսինքն Մայրաթորին են կպնում ու նաեւ կան մարդիկ, ովքեր նույնպես կպնում են վրացական եկեղեցուն, պատրիարքին վրաց եւ այլն։ Կխնդրեմ նորից հիշեցնել, որ հատվածում էր Թբիլիսի, որ հատվածում էին ցույցերը, այսօրվա ցույցը։ Ցույցը հենց անցկացվեց հենց կենտրոնում, այսինքն դեսպանության Վրաստանում Հայաստանի դեսպանության շենքի առջև, որը գտնվում է Մարջանիշվիլի թաղամասում, որը համարվում է Թբիլիսի կենտրոններից մեկը։ Նամակ եք փոխանցել։
ոչ մի նամակ չենք փոխանցե, մեր հայտարարությունն ենք ընթերցե, մեծ պաստառ ենք պատրաստել, որը նաև մեր հայտարարության մեջ է, նաև ես եմ որպես կազմակերպության ներկայացուցիչ եւ կազմակերպիչ այդ ցույցի խոսքով ելույթ ունեցե եւ այդքանը։ Իսկ դեսպանատան աշխատակիցները ներկա էին, նրանց ներկայացուցիչը կար, այդտեղ էր, լսում էր, տեսավ ձեզ։ Ցույցը անցկացրել ենք աշխատանքային ժամին եւ կարծում եմ, որ դեսպանությանը կլինեին դեսպանատան անձնակազմից, բայց ես այդտեղ էլ խոսքի մեջ նշեցի, որ մեր այս ցույցը կոնկրետ վերաբերվում էր այս իշխանություններին Հայաստանում, որոնք տանում են ապազգային քաղաքականություն եւ վարկաբեկում են ներկապային արդեն եկեղեցին եւ որևէ հարց մենք չունենք անձամբ այդ շենքում գտնվող անձանց նկատմամբ։ Եվ վերջում, առաջիկայում այս ցույցերը շարունակվելու են, եթե վարչապետը շարունակի իր քարոզարշավը, այսպես ասենք, արշավը։ Դժվար է դա ասել ինչ կլինի, այսինքն մենք իհարկե միշտ պատրաստ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու տարբեր ձևերով։ Ես ուղղակի հույս ունեմ, որ պատշաճ մարմինները այդ հարցը կկարողանան ազդել Հայաստանի վարչապետի վրա եւ այդ արշավը, այդ պատերազմը ժամանակին կկանխվի, որովհետև դա լավ բանի չի հասցնի եւ առաջինը հենց այդ մարդկանց, ովքեր որ այդ պատերազմը սկսեցին մեր եկեղեցու դեմ, իրանց համար է դա վատ ավարտվելու, որովհետև 1700 տարվա ընթացքում մեր եկեղեցու դեմ տարբեր թշնամիներ են կռիվ տարել, փորձել են վարկաբեկել եկեղեցին, թուլացնել, քանդել դա, բայց ոչ ոքի մոտ չի հաջողվել եւ ես վստահ եմ, որ դա չի հաջողվելու նույնպես այդ մարդկանց մոտ։ Եվ լավ կլինի, որ ժամանակին ուշքի գան։ Կներես Արտուր, ինձ մոտ մի հարց էլ առաջացավ եւ սրանով եզրափակենք։ Եթե ենթադրենք Վրաստանի նորընտիր նախագահը կամ վարչապետը իրեն թույլ տար նման արտահայտություն, նման հայտարարություններ, անգամ նման բացահայտ կասկածանք արտահայտեր սոցիալական հարթակներում ուղված վրաց ուղղափառ առաջնորդի հասցեին, ինչով դա կավարտվեր, ինչ արձագանք ունենար հասարակությունը։ Ես այդ հարցի մասին անկեղծ ասեմ շատ եմ մտածել, դեռ մտածել եմ, երբ որ դեպքեր եղան մի քանի ամիս առաջ Սարդարապատում, թե ինչ կլիներ, եթե նման բան իրենց թույլ տար Վրաստանում վրաց իշխանությունները։ Տեսեք, ես ինչքան էլ տարաձայնություններ որոշ հարցերում ունենամ իշխանությունների, ներկա իշխանությունների հետ, բայց իրանք ազգային են այդ հարցում, որ ուղղակի ես չեմ կարող պատկերացնեմ, որ ներկա իշխանությունները իրենց նման բան թույլ տային։ Հետևաբար չգիտեմ ինչ կլիներ, բայց միանշանակ ես զարմացա, երբ այս դեպքից հետո Հայաստանում ավելի ժողովուրդը ավելի ոտքի չկայնեց եւ չջղայնացավ, որտեղ նման բան ես չեմ պատկերացնում, որ Վրաստանում հնարավոր լիներ եւ այսպես ավարտվեր։